Հարազատ եմ ժողովուրդ, ունենք երիկամի խնդիր, իհարկե սոնոգրաֆիայի կարևորովայնի խռոչի եւ տեսել եք խնդիր կա երիկամի, իհարկե նաեւ այտուցվում է ձեր ձեռքերը, ոտքերը եւ իհարկե ճնշում է բարձրանում, աչքերի տակը նույնպես կա այտուցներ եւ սոնոգրաֆիայից հետո 3000 մուծել եք եւ տեսել եք, որ ունեք երիկամի խնդիր։ Ինչ պետք է անենք, ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս եգիպտացորենի թելիկներ, մազիկներ, արչախաղող, մասուր եւ այս բոլորը իրար հետ խառնելուց հետո յուրաքանչյուրը հավասար չափաբաժնի, ասենք 30 գրամ, բոլորը 4 վիճակում եւ վերցնում եք հետո մեկ թեյի գդալ եւ ավելացնում 250 գրամ եղման ջուր։ Խմում եք առավոտյան սոված վիճակով եւ կեսօրին սոված։ Իհարկե հակացուցված է բոլոր տիրակրող մայրերին եւ խղիներին եւ մինչեւ 14-15 տարեկան երեխաներին կարող եք օգտագործել 1 ամիս, դրանից հետո դադար տալ եւ հետո եթե խնդիրը չի լուծում, նորից հետո շարունակել սիրելիներս, բայց հրաշալի է նաեւ մաղադանոսի չոր տերևները, բույսը եւ արմատը նույնպես խառնում եք իրար եւ նորից 1 թեյի գդալը 250 գրամ ջրի մեջ նորից այդպես խմում եք, բայց սիրելիներս հենց այդպես չի կարող անցնել երիկամի ցավը կամ խնդիրը, պետք է անպայման դիմել բժշկի, որտեղ ժողովրդական բժշկությունը օգնում է, իսկ բժիշկը բուժում, կա խնդիր, ուրեմն զանգահարեք 010 500 560